Բարի լույս հարազատներս, ոնց եք, հուսամ բոլորդ լավ եք, այսօր պատրաստում ենք սուշի, բավական հեշտ ու բավական մատչելի ձևով, վստահ եմ ձեզ դուր կգա, ովքեր կասեն, որ բարդ է սուշի պատրաստելը, նման բան չկա, շատ հեշտ է, բավական թանկ է վաճառվում, բայց պատրաստելը բավական մատչելի է, իմիջայլոց, վստահ եմ, որ մեկ անգամ պատրաստեցիք, դրանից հետո անընդհատ կուզենաք պատրաստել։ Սկսեցինք։ Ջանքանի սառնարանը բացել էի, հետևորդներից մեկը Հոլիվուդից խնդրել էր, որ ցույց տամ ինչ ձու եմ օգտագործում, խնդրեմ, մեր մոտ խանութներում կա, ինքը օրգանիկ ձու է, մի քիչ թանկ է, բայց շատ լավն է։ Խնդրեմ, սկրինշոտ արեք, որ անպայման կարողանաք գնեք։ Okay, հարազատներս, սկսում ենք պատրաստելը մեր սուշին, բավական համով ու բավական մատչելի։ Ովքեր կասեմ, որ շատ է թանկ, նախորդ կասեմ, որ դա այդպես չի ժողովուրդ ջան, եթե փորձեք պատրաստել, ինքներդ կնկատեք, որ բավական հարմար է։ So, մեզ հարկավոր է լինելու բրինձ, հնարավոր է եւ սա գնել եմ կորեական խանութից, ինքը հատուկ սուշիի համար նախատեսված բրինձ է, կամ վրան լինում է կապույտ գույնի պաչկաներով ալինում գրած է rice for sushi. So, sushi ընդհանրապես բրինձը կպչուկ է, ավելի շատ կպչուն է սենց մատներին, քան թե համեմատած սովորական բրինձը։ So, դրա համար հատուկ գոյություն ունի բրինձ, որոնք նախատեսված են սուշիի համար։ Հիմա ես վերցրեցի մեկ բաժակ բրինձ, սա արագ լվանում եմ ու հետ ենք սկսում։ Okay, ես հետ եկա, հիմա ուրեմն եթե նկատում եք բրինձը լվացված է, ես հատուկ գործիք եմ եկալ այսօր, դրանով եմ պատրաստում բրինձը, ինքը բավական հեշտ ու արագ է պատրաստում, բրինձը այնքան ենք լվանում, որ մինչև ջուրը պարզվի, ամբողջովին սպիտակ ջուր լինի, եղտոտ չմնա։ Okay, ուրեմն մեկ բաժակ բրինձին դնել ենք 1.5 բաժակ ջուր։ Կապ չունի ինչ բաժակով է դուք չափում, նույն բաժակով էլ պետք է լինի ուրեմն ջուրը։ Սա մեկ և կեսը։ Հիմա սա միացնում ենք այստեղից և սպասելու ենք եփվի։ Այդ ընթացքում մենք կպատրաստենք արդեն մեզ հարկավոր մնացած բաղադրությունները։ Զգուշացնեմ, որ աղ չենք դնում սուշի եփելուց բրինձի մեջը աղ չենք դնում, ընդհանրապես ոչ ջուր, ոչ աղ, մաքուր միայն ջուր։ Okay, Ժորժան, հաջորդ բանը, որ մեզ հարկավոր է լինելու, ռոլ անելու գործիքն է, այսինքն պտտելու գործիքն է, սրա լինում է եւ բամբոյի փայտիկներով եւ պլաստիկը։ Ես գրադասում եմ միշտ պլաստիկը, որտեղ շատ հաճախ պետք է լվանանք, այդ ընթացքում շատ շուտ փչանում է, եթե բամբոյ է լինում։ So, ինչ ենք անելու։ Ցելոֆանով պետք է անցկացնեմ անպայման։ Այս երկարիններինը դեպի այդ ուղղությամբ պետք է փաթաթենք իրան, որ հետո ամեն անգամ կարող ենք անել վրայից եւ նախ շատ սահուն է ինքը սարքում սուշին պտտելու ժամանակ եւ մաքուր է լինում ամեն անգամ էլ օգտագործելուց։ Okay, հիմա մի հատ էլ այս կողմից կանենք։ Բավական հեշտ, շատ հեշտ պատրաստվող բան է սուշի լինելու, որ ինքներդ տեսնեք, շատ կսիրեք։ Վերջ, սա պատրաստ է արդեն։ Հիմա, որպեսզի օդեր չմնա մեջը, մի հատ դանակով կամ ինչ-որ սուրճ բանով կծակենք։ Իրան կծակենք, որպեսզի օդեր մեջը չմնա եւ դառնա շատ սահուն։ Okay, սա էլ գնաց այս կողմ, հաջորդ բանը, որ մեզ պետք է լինելու, նորի, այսինքն սա սիվուիդ է, ծովային խոտից պատրաստված հատուկ տերևներ են իրանք սուշիի համար նախատեսած։ Նայեք, սուշի նորի։ Ինքը շատ բարակ
Քանի հատ անենք, որ կարծում եմ շատ պետք չունենք անելու։ Սա էլ ամբողջը ինչ որ սուշի հետ կապված կա, դու կարող եք եւ նայել սկրինշոթ անել, չնայած հղումները կդնեմ անպայման, որպեսզի տեսնեք այնտեղ, որ կպնեք վրան բաղադրություններում ասում կտեսնեք։ Եվ բացի դրանից էլ համել դու կարող եք ձեր մոտ, եթե կորեական խանութ, չինական խանութ կամ ճապոնական խանութներ կան, անպայման այդտեղից գնեք։ Սա բավական մեծ է ինք իր չափսերով։ Եթե հիմա սրանով մենք անենք սուշին, ամեն մեկը այսքան սուշի է լինելու, շատ մեծ։ Սա որպեսզի շատ մեծ չլինի բերանի համար եւ նախատեսված լինի հարմար, մենք կկտրենք մեջտեղից մոտավորապես 1/3 չափով պետքա կտրենք իրան։ Նայեք այս գծերը, այս գծերով գալիս ենք, այստեղ ենք հասնում ու կտրում ենք։ Գոյություն ունի այս թղթի եւ կոպիտ հատվածը, եթե տենում եք, եւ գոյություն ունի փայլուն հատվածը։ Փայլուն հատվածը միշտ պետք է լինի տակի հատվածը ընկած մասը անպայման։ Հիմա մենք ունենք այստեղ հանած մի քանի հատ, գնանք որ քանի հատ ենք պատրաստում, այնպես պատրաստենք, որ հետո ես չթափեմ էլ։ Բայց of course սեմպլներով կպատրաստենք մի քանի հատ, որպեսզի բոլորիս համար պարզ լինի։ Հաջորդ բանը մեզ հարկավոր է լինելու նաև crabby միս են ասում, բայց իրականում ինքը միս չի, երբեք էլ միս չի, որովհետև ինքը artificial քիմիական բաներից հավաքված, պատրաստված եւ համն է շատ մոտիկ եւ հոտն է շատ մոտիկ crabby մսին, բայց ինքը երբեք է, եթե նայեք բաղադրություններն, դե շատ բարձ գրված է, որ դա crabby միս չի։ Իրան մանր երկարավուն կտրատում ենք։ Սրանով եւ սալաթել եք սարքում վստահ եմ շատերը, կուկուրուզով, շրիմփի, այդ քրաբի մսով սալատ, այստեղ շատ ընդունված է, չգիտեմ, եթե կուզենաք կպատրաստեմ, կտեսնեք մի օր։ Դա էլ շատ համով է, բավական համով է։ Սա լցնենք առանձին ամանի մեջ հիմա։ Okay, հաջորդ բանը, որ մեզ հարկավոր է լինելու շրիմփի, շրիմփի միս, արդեն խաշված վիճակում է ինձ մոտ, եթե դուք նկատում եք։ Մեջտեղից այնքան, որ իրան կտրելու եմ։ Սա էլ էսպես գնաց։ Հաջորդ բանը մեզ, որ հարկավոր է լինելու, վարունգ, բնականաբար, հիմա վարունգն էլ շատ արագ կմաքրեմ։ Հիմա վարունգը իրան բարակ մասերի պետք է բաժանեմ։ Վերջ, հիմա անցնենք ավոկադոին, Իմիջիայլոց Միացյալ Նահանգներում ապրողները
թող պատրաստվեն, ավոկադոն բավական թանկանալու է հիմա մեր մոտ, քանի որ Թրամփը դրեց թարիվ 25% եւ մեր ավոկադոները գալիս էր Մեքսիկայից։ Սա Մեքսիկան ներմուծելու ժամանակ 25% թանկանալու է։ Մենակ դա չէ, շատ բաներ, բավական շատ վիճակը ծանրանում է, Միացյալ Նահանգների խոսքը գնում է, there you go, ուտելիքները 25% նորից է թանկանալու են, բավական շատ ուտելիքներ, սով պատրաստվեք ժողովուրդ ջան, նորից թանկացումներ, հիմա սա էլ ավոկադոն պետք է շատ բարակ կտրատենք իրան։ Սաղմուկ անում բրինձի գործիքը։ Կարծում եմ այսքանը բավական է։ Ժողովուրդ ջան, մույս մասը, որ ուզում եմ պատրաստեմ անպայման, դա էլ արդեն seasoning արած վիճակով է, այսինքն համեմունքը դրած սուշիի, քրաբի այս միսը իրա spicy mayo, այդպես է կոչվում, կծու մայոնեզ, դրանով պետք է խառնված լինի։ Okay. Հիմա սրանք ավելացնենք մայոնեզ, բայց ոչ սովորական մայոնեզ, այլ կծու մայոնեզ։ Okay, հարազատներ, spicy mayo-ն սա է, այսպես պահեմ, որ պարզ լինի արդեն, ձեր համար սովորական չի մայոնեզը, այլ կծու է ինքը եւ գույնը ավելի տարբեր է, նարնջագույնի մոտիկ ավելի։ Ինչ որ օգտագործում եմ, բոլորը կարող եք այս ապրանքները գտնեք բոլորը կորեական, ֆիլիպինների կամ ճապոնական խանութներում։ Նայեք ձեր մոտ Asian stores, տենց է կոչվում, ազիական խանութներ։ Դե բնականաբար, որ մեզ հարկավոր է լինելու salmon, դա խոսք անգամ լինել չի կարող։ Սա օրինակ շատ հաստ է, ինձ պետք է բոլորը լինեն այս բարակության, որը որ շատ հաստ է, պետք է բարակացնենք հիմա։ Վերջ։ Okay, հարազատներս, եթե նկատում եք, արդեն ինձ մոտ եղել է եւ անջատվել է, սա հենց որ վերև է թռնում, նշանակում է եկված է։ Կարող ենք այդպես է թողել, ինքը գոլ վիճակում երկար ժամանակ պահում է։ Բայց մեզ հարկավոր չի գոլ պահել, ոչ է հարկավոր է մեջը մնալ, սա պետք է հիմա հանեմ մեջից եւ դատարկեմ մեկ այլ ամանի մեջ, որպեսզի շուտ սառեցնենք։ Ինքը հատիկ սարկում է։ Այս գործիքը բրինձը շատ լավ բան է, միջալոց ասեմ։ Հիմա ինձ հարկավոր է շուտ սառել։
Okay, միջև մեր սկսելը մեզ հարկավոր է նախորոք ասեմ ջուր ենք վերցնում անպայման, դանակ, որը մաքսիմալ պետքա սուրը լինի, որովհետև եթե սուր չեղավ, չկարողանալու ճիշտ ձևով կտրեք, և բնականաբար ափսե արդեն, որ կարողանանք դասավորենք մեջը, հիմա, սա դնում ենք մեր կողքը և անցնում ենք արդեն Սուշի մի քանի տեսակ գոյություն ունի, որ կարող ենք հիմա այսօր կանենք մենք 2-3 տեսակ ընդամենը, վերցնում ենք հարթ մասը, գոյություն ունի հարթ և գոյություն ունի այս մասը, այդ մասի չենք վերցնում, հարթ մասն ենք անպայման վերցնում, որպեսզի հարթել կարողանանք դասավորենք, բրինձ ենք վերցնում և հիմա մատերը մեր պետքա թրջենք մաքուր ջրի մեջը, որտև կպչի կա, ահա որ կպչի կա այս բրինձները սուշի և փորձելու ենք հարթացնենք։ Տարածում ենք ամբողջությամբ, ինչքան հնարավոր է, մաքսիմալ հնարավոր է տարածելու ենք։ Առաջի սուշին որ կանենք, չենք պետք է հակառակ ուղղությամբ, կանենք ճիշտը այս ուղղության վրա, հենց այդպես էլ կանենք։ Հիմա երկարը մի անգամից վերցնենք։ Դնում ենք մի քիչ մեր կողմ դեպի սալմոնը և դնում ենք ավոկադոն։ Եվ կարող ենք դնել, այստեղ արդեն ձեր կամքի վրա, ինչ որ ցանկանաք, այնի կարող եք ավելացնել մեջը։ Դնում ենք նաև քրաբի առանց մայոնեզ արած միսը։ Հիմա փորձելու ենք իրա տակից, որ բռնում ենք, բերենք իրա վրա դնենք և իրան պտտելով հագենք։ Նայում եք։ Հիմա իրան առանց սենց գետնին սխմելու ուղղակի փորձում ենք, որ կլորացրած պահենք։ Եվ անցնում ենք կտրելով։ Նայում եք դանակի վրա բրինձի ամբողջ հետքերն են մնում և սա պահում է ահա որ չկարողանաս նորմալ կտրես, պետք է ամեն անգամ թրջենք, մաքրենք, թրջենք ու նորից կտրենք։ Եվ մի հատ էլ կանենք հիմա, ուղղակի որպեսզի ձեզ ցույց տամ, թե ինչպես է լինում մեջը, հիմա, այս կողմ պետք է շարենք։
Okay. Հիմա հաջորդը կանենք արդեն պտտելով հաջորդ երեսի վրա, որպեսզի ավելի հետաքրքիր բան պատրաստենք։ Նորից հարթ կոմի վրա ենք դնում իրան։ Եթե տունը չունեք սուշի ռայս, ոչինչ, խնդիր չի, կարող եք սովորական սպիտակ բրինձ օգտագործել, բայց ոչ երկարավունները, կլոր եթե կարող եք, որովհետև հիմա եթե չկա, խնդիր չի։ Ուղղակի գերադասել է, որ լինի ավելի սուշի հենց ռայսը լինի, բրինձը։ Ինչ ենք անում, այս ծերերից բռնում ենք ու շուռ ենք տալի իրան, շատ հանգիստ։ Հիմա անցնում ենք նորից հետ դնելուն, մի քիչ դեպի մեր կողմ, կարող ենք դնել նորից հետ նույն ձևով դասավորենք, կարող ենք և վարունգով դնել, մեկա, սա կարճ ավելի, և կարող ենք դնել նաև մեր կծու մայոնեզով պատրաստած հույսերից։ Հիմա մեջը ավելացնելու եմ մեկ այլ բան, սուշի սոուս, այդպես է կոչվում հատուկ էսի, բավական համով, բավական լավ սոուս է։ Հիմա անցնում ենք հետ փաթաթելու նորից։ Նորի մեկ։ Սա տակի հատվածն է։ Անցնենք նորից կտրտելուն։ Հիմա սրա վրա անգամ կարող ենք ցանել սեսամի seeds, այսինքն սեսամի անունը կհիշեմ կդնեմ վիդեոյի մեջ անպայման, չեմ կարող մեծ րոպեին հիշեմ, քունջուտ, քունջուտի սերմ։
Լավա հիշեցի։ Բավա ինձ մոտ մեկ-մեկ Ժորժ ջան, որ սենց պաուզա եմ տալի, ես փորձում եմ անգլերենից հայերեն թարգմանեմ, նոր ասեմ բառերս։ Սա հիմնական այդ պատճառը լինում, որ պաուզաներով եմ էջում։ Okay։ Ուղղակի սա ցույց տամ ոնց եղավ մեջի հատվածը, որ պարզ լինի։ Հիմա անցնենք մեկ այլ ձևով պատրաստելուն, արդեն վարունգով կպատրաստենք ու շրիմփով։ Նորից այդ բրինձ ենք դնում մեջը։ Հիմա թռչենք ձեռքներս։ Okay, հիմա դնենք, եկեք շրիմփ դնենք այս անգամ էլ։ Եփված շրիմփ է ինձ մոտ։ Վարունգ դնենք։ Եվ դնենք ավոկադո։ Նորից հետ անցնենք փաթաթելուն։ Ինչը ամրացրեցի, պետք է ամրացնեի։ Կամբրցենք։ Okay,
Հիմա անցնենք հետ դասավորելուն։ Սա այսպես արդեն լինում, ավելի շատ կանաչն է մեջը երևում։ Իհարկե չնայած շրիմփ դրել ենք մեջը։ Okay, սա դնենք առանձին անկյունները։ Հիմա ինչով սարքենք, ժողովուրդ ջան։ Մի հատ է սալմոն սարքենք ու ինձ թվում է բավական է արդեն այսօրվա համար, պարզ եղավ արդեն բոլորիս, թե ոնց ենք պատրաստում, բավական ինքը հեշտ է, հավատացեք ինձ թվում է բաներ կա, որ ձեր տունը կա, կարող է մի քիչ թանկ է սալմոնը, չգիտեմ ձեր երկրում որտեղ որ դուք եք, բայց հավատացեք շատ սալմոն չի գնում, շատ քիչ է ինքը գնում։ Եվ վերջում կանցնենք, թե ոնց ենք ուտելու։ Բայց բավական օգտակար է եւ բավական հարմար է, որ եթե չեք ուզում, որ շատ չաղանակ, ժարի տարած չի, ոչ մի բան չի, բավական ինքը օգուտ է եւ վնաս չի։ Բրինձը ինքը gluten free է, եթե տեղյակ եք, հիմնականում բոլոր սուշի բրինձները gluten free են, այսինքն ավելորդ քիմիական ոչ մի տեսակի բաներով չի պատած։ Okay, հիմա դնենք սալմոնելի մեջը։ Կարճ սալմոն է պետք։ Դնենք, ինչ դնենք, եկեք սա դնենք, սա իմ տղան շատ է սիրում, սպայսի մեյոյի համար աշխարհի իրանը չի։ Եվ հետնել դնենք ավոկադո։ Եվ բնականաբար սոսը։ Նոր թուղթ վերցնենք։ Սա էլ պատրաստ կանենք ու անցնենք փաթաթելուն։ Վերջ։
Հիմա անցնենք այդ դասավորելուն։ Okay, վերջ։ Հիմա կուզենամ իրար հետ իմանանք, թե ինչպես պետք է ուտենք, որ վստահ եմ շատերդ գիտեք, շատերի համար եթե նորություն է, դրա համար եմ ասում, բայց վստահ եմ շատերդ գիտեք արդեն։ Ժողովուրդ ջան, եթե գիտեք, սոյի սոուս անպայման պետք է ունենանք տանը, իմ մոտ բացարձակ թույլ սոյի աղա, այդպես ասած կոչում, եւ գոյություն ունի wasabi։ Wasabi-ն ինքը շատ թանկ իրականում ապրանք է, բայց այս որ ինչ որ ռեստորաններում են մատուցում կամ եթե խանութներում կհանդիպեք, ուրեմն իմացեք, այդ wasabi-ն կեղծ եւ սուտն է, որտեղ իրական wasabi-ն եթե իրանք սկսեն մատուցել ռեստորաններում, ամեն մի ուտեստը պիտի լինի մինիմումը $200-300։ Սա կեղծն է սարքած, բոլոր տեղը իրանք կեղծն են օգտագործում։ Ինքը կանաչ գույնի սոուս է։ Եվ մեկ հատ էլ դնեմ wasabi, ինքը շատ կծույ է այս սոուսը, wasabi-ն, այդ կանաչ գույնի սոուսը։ Եթե չեմ սխալվում, վստահ չեմ, եթե դու գիտեք ճիշտը, ճիշտն ասեք այդտեղ, կարծելով եմ wasabi-ն պատրաստվում է արմատներից, եթե չեմ սխալվում։ Բայց սա խառնում ենք մի լավ։ Ուրեմն wasabi-ն եւ սոյի սոուսը արդեն խառնել եմ իրար բնականաբար։ Ոնց ենք ուտելու։ Թաթախում ենք, փայտիկները չունեմ եւ ուտում ենք։ Հիմա քթերիցս ծուխը կհելնի, որովհետեւ շատ կծու է, wasabi-ն 2 հատ եմ դրել։ Անդիրա, բայց շատ կծու է։ Կարող եք դուք ընդհանրապես wasabi չօգտագործեք, ուղղակի սենց սոյի սոուսով թաթախելով ուտեք։ Բայց իրականում շատ համեղ է եւ շատ թարմ է եւ ավելի մատչելի է պատվիրելուց 1000 անգամ ավելի մատչելի է։ Նախորոք բարի ախորժակ։ Okay, հարազատներս վերջացրեցինք, հուսամ որ ձեզ դուր եկավ, համը մի կասկածեք, շատ համով է, անպայման դուք է պատրաստեք, վստահ եմ կսիրեք։ Այս գործիքը ես ձեռք եմ բերել կորեական խանութից, սրա բամբուի փետերով անգամ կա պատրաստվում են, եւ եթե չունեք էլ անգամ, փորձեք վերցնել մի քանի հատ ցելոֆան, որ իրար վրա դնեք, մի քիչ չհաստացնեք եւ կարող եք ուղակի ցելոֆանով հենց ինքը պտտել։ Դա խնդիր չի այդքան էլ, բայց համենայն դեպս ես կդնեմ հղումը, որ վրան դիպչեք, հղումը կբացի, որտեղ են վաճառվում, անգամ Amazon-ում կա, ամեն տեղ կա։ Եթե ուզենեք, կարող եք եւ on-line-ով, ինտերնետով ձեռք բերել։ Լավ եղեք, առողջ եղեք, երջանիկ եղեք, կհանդիպենք հաջորդ վիդեոներում։